Օ, շատ ծիտիկներ, աղունիկներ են։ Մի խոսքով այսօր չորեքշաբթի է, ժամանակս նվիրում եմ Լեոյին։ Նայեք։ Ու այսօրվա իմ օրը տղունս է։ Նենց որ հելենք իրար հետ շատ լավ եղանակ է հավես ժամանակ անցկացնելու։ Գնանք տեսնենք ինչ կա, իջնենք քաղաքի կենտրոն, ոչ մի պլանավորած բան չունենք, բայց հենց թեկուզ իրար հետ սենց հավես քայլենք, ինչ որտեղ նստենք։ Մի խոսքով սենց հետաքրքիր ժամանակ անցկացնենք առանձին ինչ որ ժամանակ Լեոյիս հետ, ինչու որ շատ կարևոր է կարծում եմ։ Հիմա գնանք վերցնենք տրամվան եւ շարունակությունը արդեն այնտեղ կնկարեմ։ Այս կողմ տղես։ Լեո, այս ինչ մեքենա է։ Պեսո։ Ապրես։ Լեո, ում ես սպասում։ Հա, պետքա բերեն։ Շատ ես սիրում։ Դու ընտրեցիր, որ ես քեզ հարցրեցի բուրգեր, թե կարուսել։ Դու ինչ ընտրեցիր։ Բուրգեր։ Որովհետև շատ ես։ Քեբաբ։ Շատ լավ, տենանք Լալոյի բուրգերը երբ եմ բերելու։ Եկավ։ Եկավ քո բուրգերը։ Սա Լեոյի մանկական փաթեթն է։ Նվեր է եկել, աղջկա է, ես էլ կտանենք ուրեմն նվեր Լինային, որ աղջկա է։ Հա, քո նվերն է, բայց աղջկա է։ Կտանենք Լինային։ Չէ։ Վաու, հələ տես ինչ համով բան են բերել քեզ։ Ամեն գեսով ինչ որ դեժա։ Հա, լավ, քոննա։ Քո բուրգերը ու քո ֆրիտը։ Դե քեզ բարի ախորժակ տղես։ Շնորհակալություն։ Համով։ Դե հանգիստ կեր, բարես, լավ, նվերը թող։ Բալես, եսի պաղպաղակ, այսի վերջում պետք է ուտես։ Պաղպաղակա։ Հա, գոնձես, ամեն տեսով պաղպաղակ։ Նո, շիննա։ Հա, քոննա։ Լավ, դե արագ կեր գնանք։ Լինա, ուզում ես կախվես։ Պապան, Լոլոն, թե Լինան։ Արեք, կախվեն գնանք ով աշատ կախվեն։ Արեք։ Ես ուտեմ քեզ։ Արեք։ Նա, առաջինն է վազում։ Լեո, արի կախվի։ Արի Լեո։ Մի հատ դու, մի հատ Լեո։ Արի։ Տենանք Լեո ջան։ Այ Լեո։ Լինա կախվի։ Անա, պայոս չունի Լինան։ Լինան ով աշատ կախվի։ Դենանք ով է հաղթելու։ Չէ, արդեն շատ փոքր ես արի, մի արա, որ մատերդ չվնասես։ Ուշադիր ես, չէ մատերիդ։ Սադիր ես գիտեմ, որ ես ատված ունեմ ու ատվածը ինչ օգնում է։ Ահա։ Այո։ Դե ճիշտ ես։ Չխալեմ։ Նա, եթե տեղ չկա հիմա սրա մեջ, իմ նման սենց կողքի դիր։ Այսօր իմ խոհանոցում ես հյուր ունեմ և իմ փոքրիկ տղան ինձ պետք է օգնի պատրաստենք շամպինյոն սնկով տապակած սունկ իր հայրիկի համար, որովհետև մենք չենք սիրում։ Մամա,
Ասեցարեցի, բայց է չավաց։ Ոյ ուշադիր։ Լեո, պատմիր մեզ խնդրում եմ, ինչ ես հիմա դու անում։ Շամպինյոն եմ կերտում, որ պապան գա ուտի։ Էփեմ, համով շամպինյոն եմ գում։ Շատ լավ։ Իսկ դու սիրում ես մամային օգնել։ Այո։ Շատ ուրախ եմ։ Իսկ մեր հաջորդ քայլը ո՞րն է լինելու, ինչ պետք է անենք, երբ վերջացնենք կտրտելը։ Դենենք գազի մեջ։ Որ ինչ լինի։ Էփի։ Մենք հիմա սրան կարանք սենց ուտենք։ Չէ։ 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 Ճիշտ ես, որովհետև հում է, չէ։ Վայ մամա։ C'est pas grave, c'est un tout petit. Ոչինչ։ Գնացինք։ Continuez. Ուշադիր տղես լավ, շատ ուշադիր ես լավ։ Մենք վերջացրեցինք մեր կտրտելը եւ կարող ենք ասել շնորհակալություն Լեոին մեզ հյուրընկալելու համար։ Մնացածը մաման արդեն կանի, կարող ես գնալ։ Գնա։ Արսեն դու վերցնում ես կտրտածներն ես ավելի մանրացնում։ Շնորհակալություն եւ ստեսություն, գնացեք։ Շնորհակալություն եւ ստեսություն։ Ուշադիր եղեք, ավտո չգա մենակ, Լեո։ Այստեղ այնքան վատ են երթևեկում հենց այս փողոցը, որովհետև արդեն որ դպրոցի ժամ էլ չի, մեքենաները շատ արագ են գնում, որովհետև միակողմանի է։ Ինչը չէ, բալ։ Միակողմանի է ու այս փողոցը սենց շատ վայրենի ձևով քշում են, գնում են։ Շատ ուշադիր պետք է լինես։ Մեքենա է գալիս, Լեո։ Ու հեծանի։ Քշի։ Հոգնեցիր։ Վայ։ Լավ, շնորհակալություն, որ ասացիր։ Հա։ Աման չի բայց։ Գնացինք, գո։ Հե, նույն ողտերը։ Ողջի։ Լինա շուն կա ուշադիր։ Ողջի։ Լինա։ Հոգնել ես։ Լինան հոգնել, այն նման նստել։ Բա դու ուր ես գնում։ Ակալ չես գնում, գնում ենք քո հերթական բժշկական ստուգմանը, գնացինք։ Հələ։ Սպասեցինք, լավ։ Գնացինք։ Դե մի քիչ արագ գնա։ Շուտ մոտո է գալիս։ Վազի։ Գնացինք։ Այսօր Լինան իր հերթական բժշկական ստուգումը պետք է անցնի։ 2 տարեկանինը դեռ չենք անցել, ինքը արդեն 2.5 է։ Հիմա ենք գնում։ Այսպես սիրուն գեղեցկացել է իմ աղջիկը։ Ու գնանք տեսնենք ոնց է։ Այս 2 տարեկանի վակցինան էլ չեմ արել, ու ճիշտն ասած չեմ էլ ուզում անեմ։ Մենակ մտածում եմ դպրոցին չխանգարի, չնայած այն մնացած ու կարծում եմ էլ ավելի կարևոր անհրաժեշտ, երբ որ նոր էր ծնվել, այդ իր փոքր տարիքի վակցինաները բոլորը արել է, բայց հիմա այնքան բաներ եմ լսում, որ ոչ մի բան չեմ ուզում անեմ, այդ իմ սենց խիստ անձնական կարծիքն է, դրա համար չեմ էլ ուզում բարձրաձայնել, ասել ինչի համար, որ եթե ինչ-որ մեկը ուզում է անի, եթե չէ, բայց մի խոսքով, հիմա տեսնեմ այսօր ինչ են ասելու, որովհետև ռանդևուն վերցրել եմ հենց իբրև թե վակցինայի 2 տարեկանի վակցինայի համար, բայց 2 տարեկանի ստուգումն էլ չեն կարել, դրա համար հիմա ենք գնում անելու ու հետո արդեն կտեսնենք ինչ ենք անելու։ Ոյ գանձը, արի արագարի ուշանում ենք արդեն գանձս։ Ամեն տարի մարտ ամսին, փետրվարի վերջերից արդեն ես ձեզ միշտ մեր մոտի այս գեղեցկությունները ցույց եմ տալիս, բայց այս տարի մի տեսակ շատ պասիվ եմ ինձ պահել, քանի շատ չի վերջացել արդեն թափվել տերևները, սենց տեսեք, մի քանի հատ էլ որպես նկար կդնեմ, էլի կտեսնեք։
Մեր հանդիպումից արդեն ետ ենք վերադառնում տուն։ Մի քիչ մտքերս խառն են, որովհետև ինձ մտափոխեցին, այսինքն երբ որ ինչ-որ մի բանի մասին թյուր կարծիք ես ունենում, քո համար շատ դժվար է լինում։ Մի խոսքով շատ խոսեցինք բժշկի հետ, ու ինքը դե այստեղ այդպես են ասում են, որ պարտադիր է, համենայն դեպս Ֆրանսիայում պարտադիր է ու երախեն հնարավոր է նաև դպրոցների հետ խնդիր ունենա, այսինքն կախված է դպրոցից, դպրոցներ կան ընդունում են, դպրոցներ կան չեն ընդունում։ Լինա, մտի ճանապարհ, Լինայի հետ կռվելով տուն ենք գնում։ Հայ, ոնց չեմ սիրում, որ այս հեծանիվը վերցնում ենք, անդադ ուշադրությունս այդտեղ պետք է լինի։ Մի խոսքով շատ հնարավոր է, որ մենք անենք այդ վակցինը։ Մենք այդ վակցանը արել ենք արդեն, սա իր 2 տարեկանի վակցինան է, չգիտեմ հայերեն ուղղակի ինչա որ մեկն է լինում, որ ասեմ, ու ասում են այդ հիվանդությունը հիմա շատ տարածված է Ֆրանսիայում ու որ անգամ մինչև այսօր դեպքեր են գրանցվում մահվան։ Արի մաքրեմ, արի։ Ասում են, որ կարևոր է, հա, իդեպ Լինան դա արել է, մի հատը արել է, ուրեմն այդ վակցինան էսպես է։ Այդ վակցինան Լինան երևի 1 տարեկանում կամ տարի կես, ինձ թվում է 1 տարեկանում է արել ու պետք է դրանից հետո, այսինքն հա, տարի կեսը անում է, որտեղ 6 ամիս հետո պետք է գնաս ինչ-որ ուրիշ չափաբաժնով անես ու մենք այդ նույն վակցինան արել էինք տարի կես, երբ որ Լինան տարի կես կաներ, բայց դրանից հետո որ 2 տարեկանը պետք է անենք, այդի էլ չեմ արել։ Քամիա, ինձ թվում է ինձ լավ չեք լսի։ Հիմա ասում եմ արի ամբողջացնենք հա այդ վակցինան, այսինքն դու դրա կեսը արել ես, մնում է կեսը։ Դե տեսնենք, ինձ թվում է կանեմ։ Բոլորը արել է ընդամենը այդ մեկն է մնացել, մենակ Լեոնն էլ Լինան էլ բեսեժեն չեն արել, որտեղ այստեղ էդի պարտադիր չի, դու ես որոշում անես թե չանես։ Այն որը որ պարտադիր չի, դրանք չենք արել։ Հասանքում տեսանք, որ sense մի հատ լավ մեծ փաթեթ է եկել։ Հիմա եկեք բացենք իրար հետ, հենց այս իմ գեղեցիկ բակից տեսարանի ներքո։ Լինային այստեղ նստացել եմ սեղանաթոռի վրա, ինքը ուտում է ինչ-որ զբաղվի, մինչև որ ես գամ։ Ու գնանք հիմա վերեմ բացեմ ու ձեզ ցույց տամ արագ, որովհետև պետք է հաց պատրաստեմ, որ այսասի բաներ կդամ, միասին հաց ուտենք։ Ես արդեն բացել եմ ու մեջը sense լիքը բաներ արվում, բայց դա դες ցույց կտամ։ Մի վայրկյան որտեղից սկսեմ։ Լավ, եկեք sense հիմա արագ հանեմ ու դες փորձեմ արագ ցույց տալ։ Այսպիսի շորտ ու sense լրիվ սովորական սպիտակ մայկա եւ այս 5 սակը Լեոին։ Սա այս երեքը իրար հետ էր։ Այնուհետև այսպիսի էլի շորտ ու մայկա, sense սեթեր են իրանք։ Շորտ ու իրար sense մայկան կապիշոնով, շատ սիրունելի։ Ու էլի Լեոին։ Մի հատ էլ երևի աթոռ բերեմ, որ այս հանածներս դնեմ վրան, թե չէ չեմ կարող նկարեմ։ Գնացի եկա, անընդհատ ինձ գալիս եմ մի հատ խոզակողի հետևից, մկրատի հետևից, հիմա աթոռի հետևից։ Հաջորդը ուրեմն ռապուսն փոխեցի, որովհետև ոնց որ շատ է վառված, գիտեմ նորմալ երևում է, չէ։ Լինային sense սանդալներ եմ վերցրել։ Իրանք sense ռեզինե սանդալներ են, ես չէի պատկերացնում, որ sense ռեզինա լինելու հատկապես այս սա երևում էր։ Բայց այդքան ոնց որ վատը չի, բայց սովորական sense սանդալներ են։ Հոլյոթի մի անգամ դուրս եկավ, ուրեմն այսի որ ինձ պատվիրել եմ, մի հատ էլ հենց այս նույնը Լինային եմ պատվիրել, ու ինքը ծանր է։ Այս էլ իմ սանդալներն են, էլի sense շատ սիրուն է, շատ եմ հավանել իրան, ջինսերի հետ հագնելու համար, շատ տեսքով է ինքը։ Ջան, ընկետ ի՞նչ է։ Բոքս։ Չի ընկնի բոքսը թող։ Մի խոսքով սա էլ իմ սանդալներն է։ Հակած վիճակում հետագայում կտեսնեք։ Դարակները դասավորելու համար sense մեծ ինչ-որ հեսա բացենք տեսնեմ նկարով ենք sense լավ դիք տեսքով այրում, բայց այս եկելա sense չնայած ես ռիվյուների մեջ նայել էի, ովքեր որ գնել են, ինքը սովորական sense տոպրակի մատերիալ ունի, բայց մեծ sense տարողունակ, որ արդեն օրինակ ձմեռվա այդ վերմակները, հետագայում իր փոքրներն կպատվիրեմ, բայց ասենք վերմակները, մեր այդ բոլոր, չգիտեմ, ադյալ կլինի, վերմակ կլինի, մի խոսքով, ծածկոցները եւ մնացած ամեն բան, սրա մեջ sense տեղավորեմ։ Տեսեք ինքը ինչ մեծ է, 210 լիտրն է, տարբեր չափսերի կա։ Սա ինձ շատ պետք է որ շուտ գար, որովհետև ես արդեն ուզում եմ հավաքել այդ ծանր շատ տաք վերմակները, որովհետև էլ հնարավոր չի, եղանակներն էլ արդեն տաքանում եմ, ու մի խոսքով ինձ սա պետք էր։ Իրա մեջ երբ որ լցվում ես, իրա ձևը sense լրիվ գալիս է կանգնում արդեն։ Այստեղ ունեմ, բայց դեռ չեմ կարող բացել, որպեսզի դες ցույց տալ։ Կրծա։ Ինքը վարագույր է, ես եկեք սա կդնեմ դուք կողքը կտեսնեք, հա, ինչ ձևի է, շատ սիրուն է։ Ու հետո երբ որ արդեն կկախեմ, ձեզ այդպես ցույց կտամ։ Սա էլ Լեոյի սանդալներն է, հուսամ որ ինքը շագանակագույն է մուգ ու փոքր չի գա, կարդում լավ կգա։ Sense բոլորիս ինչպես տեսակ արդեն սանդալներն եմ պատվիրել։
Օ, Լինայի երկրորդ սանդալը։ Լինա, տես, ձեր քեզ մաքուր չի, հանկարծ չփտնես։ Այս մեկը ռեժիմ չի ակների լավ է։ Սա շատ սիրուն է, բայց մի քիչ բանաց։ Տոտակի մեջ դեֆորմացվել է, շատ սիրուն է սա։ Այսա շատ հավանեցի։ Լինա, ինչ ես ուզում դու այս բոքսից։ Վայ դու, այս լինան ամեն ինչ ուզում է իր տեղը լինի։ Լինա, ինչ սիրուն է։ Քո համար եմ պատվիրել, լավն է։ Դուրս եկա։ Ապրիմացիկը։ Շատ լավն է, դուրս շատ եկա կտորը, տեսեք։ Մնացածը արդեն կտեսնեք, երբ որ կբացեմ եւ կկախեմ։ Հաջորդ ուրեմն Սիփանի համար եմ մի հատ շատ սիրուն շալվար վերցրել։ Նորաբոճ։ Մխոսքով շատ լավն է։ Գասայի փորձի ու էլի Սիփանի մի քանի աքսեսուար եմ վերցրել, այսինքն ինչ կարող եմ բայց դինանաշի կողմը մնամ սեղանի վրա։ Այսպիսի դեպքի չևնոց։ Էլի շատ սիրուն։ Ու հիմա քանի որ արդեն շոկ է, շոկերը մոտենում են, էլ ավելին տոթերն են մոտենում։ Էլի Սիփանի համար ես մի հատ բան եմ վերցրել, որ հեծանի կլինի կամ դրսում թեկուզ այստեղ որ տանը գործ կանի։ Տեսեք ինչ այնքը։ Նույն անձրևանոցն է, բայց արդեն voilà, ասենք։ Նո դու, ես պապայի համար եմ ես արել, տեսեք։ Որ արևը գլխից չխփի ու ձեռքով էլ չպահես։ Ասի։ Այսպես կարաս դրես գլխից, բայց լավ է, բան անջելի համար էլ լավ կպահի։ Այ։ Հələ, դենան քեզ էլ կպահի, օրինակ որ քեզ տանեմ դպրոց։ Որ ես որ անձրև չգա, թող մի քաշի, թողել է։ Որ անձրև չգա, նա դու ես լավ է տեղավորվում ես։ Կարամ գնանք իրար հետ։ Ու այսպես ու շոկից էլ լավ կպահի էլի։ Մի քիչ հնդալու բան է, հաստատ բոլորի ուշադրությունը կգրավի։ Վետ են նայելու, հասկանան դու նորմալ ադեկվատ ես։ Չեմ բերել, հեսա կբերեմ։ Բայց լավն է, մենք Սիփանի ռեակցիանը ես Սիփանի գլխի պատկերացրեք։ Բայց լավ է, գլխի անգամ ֆոտոսեսիան ես։ Ինձ շատ ադուր եկել, եթե անգամ մի քիչ օգտագործի, ես էսի հաստատ կօգտագործեմ։ Վերջես կանները ժողովուրդ ջարի մամբաքսինգը մի հատ եմ սպասում որ գա։ Դա էլ օրգա կբացեմ, եթե կգնայինք իրար, շատ բան չկա մի քանի օրղակի։ Կամ էլ չենք էլ բացի, Սիփան իրա գործիքներն են, գործիք բան է։ Պատվիրել, դրանք արդեն տեսնենք ոնց կստացվի։ Ձեզ անպայման տեղը կպահեմ։ Հիմա տեսեք ոնց է Լինան բասկետբոլ խաղում։ Տեսեք։ Լելինա, դու կարաս։ Բրավո, տեսակ ոնց գցեց։ Բոլորը ցանկանում եմ այսպիսի ուժեղ կամք։ Քիթ։ Թրի։ Allez. Ouais. Tu peux aller. John. Trnes. Allez. Այո, բրավո, կարևորը մի աղջիկը գիտի ճիշտը որն է։ Քիթ, լեզուտ ուտեմ, լեզուն էլ կողքի է հանում։ Հենց մի լուրջ գործ է անում։ Oui, Lina, bravo, ծապ, տրոմպոլինը պետք է լվանանք, որ Լեոյի ծնունդին արդեն երեխեքը գան խաղան։ Բայց մեջը ջուր կա։ Քեզի չկեղտոտ ես, մաքուր պահի, արի։ Այս ինչ կարմիր է մի տեսակ, ինչից հա։ Սենց կարմիր է եղել։ Մի խոսքով, պապան սուս, Լեո, քնած է։ Տեսեք ուրեմն բատուտն եմ բացել, լրիվ փակել ենք։ Երեխեքը լավ խաղում են։ Այս տարի որ արդեն ավելի են մեծացել, ավելի լավ են խաղում։ Մի խոսքով լրիվ սա փակած էր։ Այս ստոլբաները եթե տեսնում եք, հա, իրանք լրիվ սենց փակել էր Սիփանը ու սրանով էլ ծածկել էինք նրան, որ տեսեք ինչքան է պահել անձրևից ու կեղտից, ուշադիր։ Հիմա ուզում էի բացել, են էլ Սիփանը շատ հոգնած էր, գնաց պարկեց, Լեոյին էլ որ արդեն ասել էի, լսել էր, որ Սիփանին ասեցի, Սիփանը ասեց այսօր թող մնա, Լեոն ասեց մամա արի ես քեզ կօգնեմ կբացես ու ես էլ եմ զարմացած ինձ վրա, ոնց կարողացա ես մենակովս այս բատուտը ոտքի հանել, չնայած Սիփանը շատ սենց նորմալ, կոկիկ իրան փակել էր, դրա համար իմ համար շատ հեշտ եղավ բացելը, էլ չթռնես Լինայի վրայով Լեո, էլ չթռնես, որովհետև չես տենա կընկնես վրեն։ Ու հիմա սրանք սենց լավ հավեսով խաղում են, ես էլ նստեմ մոնտաժներս կանեմ, ոչինչ, մաքրեցի բատուտը որոշ չափով, սրանք այս կողքերը լավ անձրև է եկել, տեսեք մնացել էր, բայց դրանք հետո կլվանամ, կմաքրեմ, ներսը մաքրեցի, չորացրեցի,
Ոյ Լինա։ Հիմա էլ ուզում եմ սա լվանալ, որ չգիտեմ, Սիփան արդեն տենանք եթե հնարավոր է, հենց այս բատուտի վրա անենք, փակենք, որովհետև այս ծառից այնքան կեղտ է թափվում, անգամ հենց հիմա նոր էի մաքրել, բայց էլի միևնույնն է, տեսեք, մեջը սենց ինչ որ բաներ է լցվում։ Բաչիկ։ Մա։ Իսկ եթե չէ, էլ հնարավոր չեղավ, այ թութակ։ Ախ։ Եթե հնարավոր չեղավ, ուզում ենք հենց այս ծառից գոնե մի հատ ճուղ պոկենք, որ չլինի, բայց չգիտեմ ոնց կլինի այդ ամեն ինչը։ Ջան։ Չէ, հիմա խաղում ենք, խնձոր չեմ կարա բերեմ։ Երբ որ կվերջացնեք նոր։ Լավ, բերեմ ես մի հատ էսի լվանամ, տենանք ինչ ա լինում։ Հետո կասենք ինչ արեցինք։ Վերջ պրեցի այստեղ, որ արդեն քանվի չորանա, ու հետո իրանք օգտագործենք։ Օ լոլոլոլո, այս երեխեքի հետ մի քիչ ջուր արեցի իրանց շատ թեթև, բռնեցին, հանվեցին։ Այ Լինա։ Լինա, պատետի հիլե գլուխդ։ Մամա։ Այո։ Լինայի նոր սանրվածքը տեսեք։ Վաու։ Made by mama։ Պետետվի։ Հետև պետետվի ապրես։ Վաու, գնա պապան թող տունն է, մի հատ տեսնի, գնա բաղնիքն է։ Հա, գնա։ Դուրս ենք եկել երեխեքին, դուրս եմ բերել էլի սենց ման գալու ու պտտվում ենք մեր փողոցի շուրջը։ Մի հատ փողոց կա, որ մեծ պտույտ է, միջև որ պտտվում ենք ու հասնում ենք մեր տուն։ Լեոն արդեն այս տարի շատ ավելի վարժ ու լավ է տիրապետում մեքենավարման դասընթացների, շատ լավ պատվով, այսպես ասած անցնում է։ Այս տարի արդեն ավելի շատ է հասկանում, դե քանի որ այս մեքենան Լեոյի 2 տարեկանին էինք նվիրել, կարծում եմ, որ իրոք շատ փոքր էր այդ ժամանակ։ Տեսեք տները ինչ գեղեցիկ են այստեղ։ Հա, բայց քանի որ հիմա Լեոն արդեն 5 տարեկան է, շատ լավ է քշում։ Այս փողոցը շատ եմ սիրում, դրա համար միշտ այս փողոցով ենք գալիս պտտվում, որ համել, աչար ավտո է գալիս, համել սենց տեսնենք։ Իրոք շատ սիրուն է այս փողոցները, շատ եմ սիրում։ Հայ ջան։ Հա, Լուսինն էլ է ձեր հետ գալիս։ Իմ եւ Լինայի նոր մազերը հիմա ցույց կտամ, տեսեք։ Այս էլ իմ սանրվածքը։ Երկ մի դիր էլի տղես, հիմա նկարում եմ։